Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Վարդանյանի ընտանիքը հայտնում է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն դեռ չեն ստացել։ Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Ընտանիքը մտավախություն ունի, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կապի պահպանված միակ միջոցը կարող են դադարեցվել։ Նրանք հրապարակել են Սաբինա Ալիևային ուղղված դիմումի աուդիո զայնագրությունը, որը Վարդանյանին թույլ չեն տվել ավարտել եւ հույս հայտնել, որ այն կհասնի հասցեատիրոջը։ И, к сожалению, у меня нет другого возможности донести до вас то, что происходит и со мной, и с моими коллегами-соратниками. Прошу вас о встрече. Вы единственная глава общественного института, к которому я могу в этой ситуации обратиться, потому что все остальные органы Азербайджана считают или кросс-контроль, или записывают. Почему? Ну, почему? Потому что не могу даже знать, кто постоянно И вот мне не дают даже это сделать. Я хочу сказать, что мне, к сожалению, не дают возможности. Իրանի դեմ հարվածների ֆոնին Ատրպատականի հայոց թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները։ Թեմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խորհուրդը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր arczepiskopos Չիֆճյանի նախագահությամբ նախազգուշական քայլեր է ձեռնարկել դադարեցնելով Թավրիզում եւ Ուրմիայում եկեղեցական արարողությունները։ Երկու քաղաքների հայոց ազգային դպրոցները հեռավար շարունակում են դասերը։ Ազգային առաջնորդարանը շարունակում է աշխատել։ Հայ համայնքն այս փուլում վնասներ չի կրել, պայթյունների հետևանքով միայն պատուհանների ապակիներ են կոտրվել։ Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի հեղինակած «Մեղավորները» ֆիլմը Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությանն արժանացել է 4 ոսկե արձանիկի։ Ֆիլմը սահմանել էր բացարձակ ռեկորդ առաջադրվելով 16 անվանակարգում, գերազանցելով Տիտանիկի և Լա Լա Լենդի 14 անվանակարգի ցուցանիշը։ Աշխատանքը Օսկարի է արժանացել հետևյալ առանցքային կատեգորիաներում՝ լավագույն դերասան, լավագույն օրիգինալ սցենար, լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն օրիգինալ երաժշտություն։ Օհանյանը դարձավ առաջին ամերիկահայը, որը առաջադրվել է որպես պրոդյուսեր լավագույն ֆիլմ անվանակարգում։ «Մեղավորները» տարվա ամենահայտնի ֆիլմերից մեկն էր, ամբողջ աշխարհում վաստակելով մոտ $368 միլիոն և լայն ճանաչում ձեռք բերելով ողջ եթերաշրջանի ընթացքում։ Արմատներով հայ կինոռեժիսոր Նատալի Մուստեատան էլ արժանացել է Օսկար մրցանակի լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, որը նա համատեղ նկարահանել է իր ամուսնու հետ։ Հարցազրույցում Մուստեատան պատմել է իր մասին, շեշտել արմատների հայկական լինելը։ Տեղափոխվենք մարզաշխարհ, հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հրաշալի արդյունքներ են գրանցել Սերբիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Հայաստանի հավաքականը մրցաշարում նվաճել է 4 մեդալ, 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Սուրեն Աղաջանյանը և Արամայիս Հարությունյանը։ Սամվել Տերտերյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Մանվել Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Մեդալին շատ մոտ էր նաև Աշոտ Խաչատրյանը, որը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Հայ ըմբիշները անցկացրել են գերազանց մրցաշար և թիմային հաշվարկում զբաղեցրել 2-րդ տեղը։ Ռուս դահուկորդ Անաստասիա Բաղյանը Իտալիայում կայացած պարալիմպիկ խաղերում 3-րդ ոսկե մեդալն է նվաճել, այս անգամ առանձին մեկնարկով 20 կիլոմետր ազատ ոճում։ Բաղյանը հանդես գալով տեսողության խանգարում ունեցող մարզիկների դասում տարածությունը հաղթահարել է 43 րոպե 59.1 վայրկյանում։ Նրան առաջնորդող մարզիկը Սերգեյ Սինյակինն էր։ Այսպիսով Ռուսաստանի 6 մարզիկներից բաղկացած հավաքականը 12 մեդալով 3-րդ տեղը զբաղեցրեց պարալիմպիադայի մեդալային հաշվարկում։ Վերջում եղանակի մասին հիդրոթերապևտաբան Գագիկ Սուրենյանը առաջիկա 3 օրերին հրաշալի գարնանային եղանակ է խոստանում։ Նրա խոսքով մարտի 17-ից 19-ը Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկվանից աստիճանաբար կսկսի բարձրանալ 4-ից 6 աստիճանով։ Լուսադեմից սկսած երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն եւ մարտի 17-ից ցերեկը 18-ին 19-ին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, կլինեն հրաշալի գարնանային օրեր, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկվանից սկսած աստիճանաբար կսկսի բարձրանալ եւ մարտի 16-ից 18
կարճ ժամանակահատվածում ցերեկային ժամերին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը բարձրանա 4-ից 6 աստիճանով եւ արդեն կարող ենք արձանագրել, որ հանրապետության օդային եւ նախալեռնային շրջաններում գարունը եկել է։ Այսքան այս ժամին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։